Հարուստ երիտասարդը եւ աղքատը։ Երկրի վրա ոմանք հարուստ են, իսկ ոմանք աղքատ։ Շատ նշանավոր մարդիկ մեծ գումարներ են ստանում, դասավանդելով այն ուսմունքը, ինչը հեռու է ճշմարտությունից։ Երբ Աստծո որդին երկնքում էր, նրան էին պատկանում ամբողջ հարստությունն ու փառքը։ Նա թողեց այդ ամենը եւ մեզ փրկելու համար աշխարհ եկավ։ Սկզբում նա իր աշխատանքով էր զբաղված, իսկ հետո ուսուցիչ դարձավ։ Այստեղ երկրի վրա նա երբեք հարստություն չի ունեցել, բայց ճշմարիտ ուսմունք էր դասավանդում բոլոր մարդկանց։ Մարկոսի ավետարանի 10-րդ գլխում կարդում ենք Հիսուսի պատվերների մասին, սկզբում ընտանեկան կյանքի վերաբերյալ 10-րդ գլուխ 1-ից 12 խոսք, իսկ հետո երեխաների մասին 10-րդ գլուխ 13-ից 16-րդ խոսքեր։ Ուշադիր կարդացեք այդ տողերը։ Ապա Հիսուսին մոտեցավ հարուստ մի երիտասարդ ու հարցրեց հավիտենական կյանքի եւ այն ձեռք բերելու մասին։ Հիսուս ասաց, որ ամենից առաջ նա պետք է պահի Աստծո օրենքը, 10-րդ գլուխ 19 խոսք։ Այդ մարդը կարծում էր, որ ինքը միշտ պահել է Աստծո օրենքը, սակայն հարստությունը նրան ետ էր պահում Աստծուն ամբողջությամբ նվիրվելուց։ Հիսուսը սիրում էր նրան եւ այդ երիտասարդին պետք է հայտներ ճշմարտությունը։ Երիտասարդը Հիսուսից տրտմած հեռացավ։ Հիսուսը դիմելով իր աշակերտներին ասաց, որ հարուստը դժվար կփրկվի, իսկ իրականում անհնար է, որ մարդն ինքն իրեն փրկի, սակայն Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Միայն ինքը Հիսուսը կարող է մեզ փրկել։ Հիսուսը ամեն ինչ թողեց, որպեսզի ծառայի Աստծուն եւ փրկի մեզ։ Նա ցանկանում էր, որ մենք էլ հանուն իրեն ամեն ինչից հրաժարվելու պատրաստակամություն հայտնենք։ Պետրոսը 28-րդ խոսքում ասում է, որ թե ինքը եւ թե մյուս աշակերտները դա կատարել են։ Սակայն Հակոբոսը եւ Հովանեսը 10-րդ գլուխ 35-ից 37-րդ խոսքերում ցանկանում էին բարձր պաշտոններ գրավել, երբ Հիսուսը գա իր փառքով։ Հիսուսը նրանց չարժանացրեց այդ պաշտոններին։ Երիքով քաղաքի դարպասների մոտ մի կույր աղքատ էր նստած եւ ողորմություն էր խնդրում։ Մարդիկ ցանկանում էին ետ պահել նրան, որ չդիմի Հիսուսին։ 10-րդ գլուխ 48 խոսք։ Բայց Հիսուսը կանչեց նրան եւ վերադարձրեց տեսողությունը։ Մեր օրերում էլ ոմանք կցանկանան ձեզ ետ պահել Հիսուսին դիմելուց, բայց նա կանչում է ձեզ, ու եթե գնաք նրա մոտ, նա կօգնի ձեզ։ Այդ աղքատին տված Հիսուսի ողորմությունը փողը չէր, այլ նրա համար ավելին արեց։ Նա ձեզ էլ մեղքերի թողություն եւ հավիտենական կյանք է առաջարկում, որպեսզի դուք կյանք ունենաք։ Նա իր կյանքը խաչի վրա տվեց ձեր մեղքերի համար։ Որպես աղքատ մեղավոր դուք չէիք կարող Աստծուն վճարել ձեր մեծ պարտքը, սակայն Հիսուսը ամբողջը վճարեց իր կյանքը տալով ձեր մեղքերի համար, ազատելով ձեզ Աստծո հանդեպ ունեցած ամբողջ պարտքից։ Այդ գործը նա արեց։ Ձեզ պետք է միայն հավատալ նրան եւ ընդունել նրա շնորհը։